Աստծո խոսք։ Ես ուժեղ եմ, երբ Աստծո խոսքերը մշտապես պահում եմ իմ աչքերի առջև և իմ մտքում։ Երկրորդ Օրինաց 11:18-21 խոսքերում ասում է. «Եվ այս իմ խոսքերը ձեր սրտի և հոգու մեջ դրեք, և նրանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեք, և նրանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մեջտեղում, և գրիր դրանք քո տան դրանդիների վրա և դռների վրա, որպեսզի շատանան քո օրերը և քո որդիների օրերը»։ Աստված հորդորեց Իսրայելի զավակներին գրել իր խոսքերը իրենց տան դրանդիների և իրենց սրտերում։ Աստվածաշնչյան խոսքերի շուրջ խորհելուց կամ դրանք անգիր անելուց բացի, ես ընդունում եմ սա որպես ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հրավեր։ Աստծո ժողովուրդը անշուշտ կատարեց այս պատվիրանը։ Հրեա տղամարդիկ պատրաստեցին փոքրիկ տուփեր, որոնք կոչվում են ճակատազարդեր, և դրանք լցրեցին Սուրբ Գրքի փոքրիկ մագաղաթներով և բառացիորեն կապեցին իրենց ճակատներին, որպեսզի օրենքը պահեն ու հիշեն։ Հրեական մեզուզա բառը բառացի նշանակում է դրանդի։ Դա դռան վերևում կախված գեղեցիկ մակագրված տուփ է, որի ներսում կա մագաղաթ հետևյալ գրառությամբ. «Լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստված Եհովան մեկ է, և սիրիր քո Եհովա Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ»։ Երկրորդ Օրինաց 6:4-5 խոսքեր։ Ինչ գեղեցիկ հիշեցում, ինչու մենք էլ նույնը չանենք։ Իմ որդիներն իրենց հայելիներին փակցնում են աստվածաշնչյան խոսքեր, որոնց շուրջ մտորում են։ Իմ ամուսինը մեքենայի մեջ սեղմապնակով Աստվածաշունչ է լսում, իսկ մարզասրահում քարոզներ։ Համացանցում կան երկրպագության երաժշտություն և քարոզներ։ Իրականում հեշտ է Աստծո խոսքը ներառել առօրյայի մեջ։ Իմ թոռնիկներն անգիր են անում աստվածաշնչյան խոսքերը, որպեսզի գրեն դրանք իրենց սրտերում։ Եթե ամբողջ ընտանիքով եք անգիրանում աստվածաշնչյան խոսքերը, փակցրեք դրանք մի քանի տեղ և քննարկեք, թե ինչպես կարող եք կիրառել դրանք գործնականում։ Անձնական խորհրդածության համար ձեր օրագրում նշեք, թե ինչպես կարող եք այդ խոսքերը փոփոխություն բերել ձեր առօրյայում, փոխհարաբերություններում և հոգևոր աճի մեջ։ Այսպիսի գործնական քայլերը հիշեցնում են, որ Աստծո խոսքը ներկա է և կիրառելի է ամեն վայրում, ամեն իրավիճակում, մեր կյանքի ամեն խաչմերուկում։ Գրեք, փակցրեք, անգիր արեք և կրկնեք, մինչև որ Աստծո խոսքերը ձեր մտքից տեղափոխվեն ձեր սրտի մեջ։ Եկեք աղոթենք։ Տեր, ցույց տուր ստեղծագործական ուղիներ քո խոսքը իմ ամենօրյա գործնական կյանքի անբաժանելի մասը դարձնելու համար։